Թրեփը մի ճանապարհ է, Այո։ որից օգտվելու է Ադրբեջանը, Թուրքիան, Հայաստանը, Կենտրոնական Ասիայի երկրները, Չինաստանը, Ռուսաստանը կարող է օգտվել։ Բայց ակնհայտ է, որ այդ ճանապարհին դեմ է կամ առնվազն չի ցանկանում, որ այդ ճանապարհը կյանքի կոչվի մեկ երկիր։ Թրեփը ըստ էության թերևս այն ամենա բացառիկ նախագծերից է, որի շուրջ կա գլոբալ եւ տարածաշրջանային կոնսենսուս։ Եվ այդ մի երկիրը այսօր Ռուսաստանն է, որը չի ցանկանում այդ ճանապարհը որպեսզի իրականացվի եւ սպառնալիքը բնականաբար արտահայտվել է այդպես կոնկրետ։ Քանի որ դա կապված է, տեսեք, քանի որ դա կապված է Տրամպի անվան հետ, այդ գործընթացի երաշխավորը կամ նախաձեռնողը Թրամփն է եւ այսօր գիտենք թե ռուս-ուկրաինական այդ կոնֆլիկտում Թրամփը ինչպիսի դեր ունի եւ ինչպիսի կախում ունի Ռուսաստանը Թրամփի ցանկություններից, բնականաբար նրանք չեն կարողանում ուղիղ հակադրվել այդ նախագծի հետ, ընդհակառակը նրանք նույնպես ողջունում են, ստորակետ են դնում եւ ասում են բայց կա նոյեմբերի այսինչ փաստաթուղթը, իսկ նոյեմբերի ներողություն օգոստոսի 8-ի փաստաթուղթը, բայց նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, բայց օգոստոսի 8-ի փաստաթղթերով նոյեմբերի 9-ի այդ 9-րդ կետը, որ իրենք հույս ունեին, որ կոմունիկացիաների մասը մնացել է, դա նույնպես առ-ոչինչ է եղել, քանի որ մենք տարածաշրջանում նաև կոմունիկացիաների հարցում ունենք այլ իրավիճակ եւ թրիփի գործարկումով Հայաստանը ձեռք է բերելու տարածաշրջանային նոր կշիռ, նոր հնարավորություններ տնտեսական զարգացման